2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը փորձում է կրկին ակտիվանալ Հայաստանում։ Ռուսական իշխանությունները գիտակցելով, որ Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը եւ հողը ոտքերի տակից գնում է, միջոցներ են ձեռնարկում նախկինում թույլ տրված սխալները ուղղելու։ OS Media լրատվամիջոցի հաղորդմամբ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով փորձ է անելու ֆինանսավորել իր փափուկ ուժը ընդլայնելով իր ազդեցությունը արտերկրում եւ մասնավորապես Հայաստանում։ Մեկ այլ լրատվամիջոցի հաղորդմամբ էլ այդ ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական նախագծի բյուջեն կազմել է 13 միլիարդ ռուբլի կամ $165 միլիոն, որի առյուծի բաժինը հատկացվելու է Հայաստանում սպասվող իրադարձություններին, իսկ այս ամենը կրկին նշված լրատվամիջոցների հաղորդմամբ համակարգելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ռուսական իշխանությունները ընտրություններից առաջ փորձելու են իրենց շահը առաջ տանել Հայաստանում եւ ընդդիմության շրջանակներին ապահովելու են ֆինանսական ու տեղեկատվական ինֆորմացիոն ռեսուրսներով եւ ինչպես նշվում է RBK-ի աղբյուրների համաձայն առաջադրանք է լինելու, որպեսզի ընդդիմությունը մոբիլիզացնի իր ուժերը Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններին ասպարեզից դուրս մղելու համար, այսպիսով ապացուցելով, թե ինչքան կարեւոր է Հայաստանը Ռուսաստանի համար եւ այստեղ ազդեցություն կորցնելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանը ձեռքից բաց թողնելուն։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից նույնպես հնչել են մտահոգություններ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դրսի որոշակի շրջանակների եւ ազդեցության գոտիների կողմից ենթարկվելու է հիբրիդային հարձակման։ Հենց դրանով էր պայմանավորված, որ իշխանությունները դիմել են Եվրամիությանը արտաքին մարտահրավերներին դիմակայելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները իրենց ելույթներում բազմիցս կտրուկ են արտահայտվել, նշել, որ կդիմեն հատուկ միջոցների երկրում արտաքին ցանկացած միջամտության փորձի դեպքում։ Ներկայում թեև Հայաստանը պահպանում է իր դինամիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, լիովին կատարելով նաև ԵԱՏՄ անդամի իր պարտականությունները, սակայն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, պատրաստակամություն հայտնելով անցնել այն փուլերը, որին պետք է համապատասխանի ԵՄ անդամ պետությունը։ Չնայած ցանկությանն ու անգամ ԱԺ-ում ընդունած օրինագծին, վարչապետը հայտարարել է, թե այնուամենայնիվ գիտակցում է, որ այդ ճանապարհը շատ երկար է լինելու։